Սատանան ամենաչար, ամենաշատ օգտագործում մարդու միտքը։ Սա ամենանհսկելին է։ Մարդու միտքը դու չես կարող հսկել։ Մենք օրվա մեջ ամեն մարդ 6000 միտք ունի։ 6000, պատկերացրու 6000-ից քանիսը կարող է դրական լինել, քանիսը բացասական, ամբողջը դրա մեջ օգտագործում, չար մտածումները, հանցանքը գործելու ծրագիրը, մեղքը ոնց են ֆիլմը նկարում, չէ՞, նախ սցենար են գրում, հետո դերասանները, հետո վայրը ու գնում նկարում են։ Մեղքը նախ գրում ես քո մտքի մեջ, հետո պատկերացնում ես սյուժե ես տալիս իրեն, պատկերացնում ես դու ոնց պիտի գողանաս, ոնց պիտի մտնես, հենց հարմար պահը գալիս է դու այդ ամենը վերածում ես գործողության։ Այսինքն մարդը միանգամից չարությամբ չի ծնվում, մեղքը միանգամից կամանց էփվում է, հարմար առիթին դու գտնում ես այդ ամենը։ Հուդան, օրինակի համար բերենք Հուդային, ինքը պակաս չէր սիրում Հիսուսին քան մյուս առաքյալները։ Գուցե ամենաշատն էր սիրում, չեմ կարող ասել, բայց Հուդայի մեղքը ինչն էր, արծաթասիրությունը գող էր։ Սա օգտագործեց Եվ ինչքան որ ինքը անում էր Հիսուսի հանդեպ չարություն, որ գնաց, պայմանավորվեց, ինքը երբ որ եկավ Հիսուս իրեն նորից ջերմությամբ դիմավորեց, շարունակեց սիրել, այդ ամբողջ ատելության վերածեց։ Դու ոնց կարող եմ ես քեզ այդքան ատել, չարություն, դու ինձ շարունակում ես սիրել։ Սա անհասկանալի է մեր մարդկային մտածողության համար, չէ՞։ Իմ ամենասիրած կերպարներից մեկը թշվառների մեջ Ժան Վալժանի կերպարը եւ Ժավերի կերպարը, չէ՞, ոստիկան, որ մի ամբողջ կյանք հետապնդում էր այս մարդուն, երբ որ հնարավորություն կար, ասում ես, մեզ քեզ արձակում, գնա ներել եմ քեզ, ասում ոնց կարող ես ինձ ներել, քեզ ամբողջ կյանք հալածել եմ, ասում եմ ներում եմ, գնա։ Անհասկանալի է մարդու համար, որ դու մեկին ամբողջ կյանքում ցավ ես պատճառել, ինքը քեզ շարունակում է սիրել ու ներել։ Սա է հոգեվոր սխրանքը, որ դու թույլ չտաս արտաքին այդ ներգործություն ազդեցությունը խանգարի քո հոգեվոր ներդաշնակությունը։